Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր Սուրբ Խորանում, իր Սուրբ անարատ խոսքերով մեր սոված հոգին կերակրելու, որտեղ ինչքան շատ կերակրվենք Աստծո խոսքովը, այնքան սրբության փափագն ու աստվածավախությունը կշատանա մեր մեջ։ Ինչքան կերակուրը պակսի, այնքան աստվածավախությունը կպակասի եւ մեղքի սերը կհայտնվի ու մեզ կհաղթի։ Ամեն։ Ուրեմն այսօրվա սերտողության թեման է Երեմիայի 3-րդ գլխից սկսած։ Փրկության միակ ճանապարհը թողող ժողովրդին կործանման մասին ողբ։ Ով փրկության միակ ճանապարհը թողում է, նրա վրեն կարած ողբաս, որտեղ նա արդեն կործանման եւ կորստի ճանապարհն է բռնել։ 3-րդ գլուխ։ Այս տեսակ ժողովրդի վրա մենակ պետք է ողբ անես, գիշեր ու ցերեկ ու սպասես, թե ինչ վերջնակետ է ունենալու, կամ դառնա, կամ մի վատ բան պատահելու է օրստորե։ Երանի թե գլուխս, Երեմիան է խոսում, երանի թե գլուխս ջուր լիներ, եւ աչքերս արտասուքի աղբյուր, որ գիշեր ցերեկ լացեի, այդ աղբյուրը չվերջանար, եւ ես լաց կլինեի ցերեկ եւ գիշեր իմ ժողովրդի աղջկա սպանվածների վրա։ Ուրեմն փրկության միակ ճանապարհը թողողին սպանդ է սպասվում, վաղաժամմա, հիվանդություն, ցավեր, փորձանքներ։ Ուրեմն երանի թե գլուխս ջուր լիներ եւ աչքերս արտասուքի աղբյուր, եւ ես լաց կլինեի ցերեկ եւ գիշեր իմ ժողովրդի աղջկա սպանվածների վրա։ Օ թե ինձ անապատի մեջ ուղևորների իջևան տային, մի խոսքով ընձի ուղևորեին անապատ, փախնեի ես պիղծերից, եւ ես կձգեի իմ ժողովուրդը, եւ կգնայի նրանց մոտից, որովհետեւ նրանք ամենք ես պղծված հուդայանք, որոնց մեջ ապրում էր Երեմիան, որովհետեւ նրանք ամենքը շնացողներ են, խաբեբաների խումբ են, տեսեք, այսօր աղանդավորները տոպ-տոշտի սրանք են, նրանք ամենքը շնացողներ են, խաբեբաների խումբ են, եւ նրանք լարում են իրենց լեզուները սուտի համար իբրև իրենց աղեղ, լարում են, որ սուտ խոսեն, եւ ոչ թե ճշմարտությամբ են քաջանում երկրի վրա, որովհետեւ մի չարությունից դուրս են գալիս, մտնում են մյուսը, եւ ինձ չեն ճանաչում, Երեմիային չեն լսում, իր ասած խոսքերը չեն ընդունում ու չեն ճանաչում, որ Աստվածանից է։ Եվ ինձ չեն ճանաչում, ասում է Տերը։ Ամեն մարդ զգուշանա իր ընկերիցը, էսի բոլոր աղանդավորական եկեղեցու վրա կատարվող բաները։ Եվ մեզ էլ մենք պետք է համզգուշ լինենք աղանդավորներից, համեթանոստերից, համել եկեղեցու տկարներից, նորեգներից։ Ամեն մարդ զգուշանա իր ընկերիցը, եւ ամենևին մեկ եղբոր այս նորեգներին է վերաբերում, որ եղբայրը անվանվում, բայց էլ գործելով չարագործա ինքը։ Եվ ամեն մեկ եղբոր մի ապավինիկ, մի ուժ դրեք դրա վրա, թողեք լտեստենք ինչ է դառնում, դա կդառնա հոգևոր թե ճանապարհի կիսին կմեռնի, ամեն։ Եվ ամեն այսի չի նշանակում, որ դու հասուն եղբորն էլ չվստահես, հույս մի կապա իր հետ, բայց իրեն վստահա, իրեն խորհուրդներն ընդունի, խրատներն ընդունի, ամեն։ Ամեն մարդ զգուշանա իր ընկերիցը եւ ամենևին մեկ եղբոր մի ապավինիկ, ճիշտ է գրում, հույս մի դի, քո ապավինությունը Տերը լինի, որովհետեւ ամեն եղբայր խաբում է, կռապաշտ եկեղեցու, կռապաշտ հուդայանց մեջ եղող եղբայրները, ոչ թե ամեն սուրբ եղբայր, որովհետեւ ամեն եղբայր խաբում է խաբեությամբ, եւ ամեն ընկեր ման է գալիս բանսարկությամբ, այդ աղանդավորական եկեղեցու կերպարը, եւ ամեն մարդ նենգում է իր ընկերին, եւ ճշմարտություն չեն խոսում, սովորեցրել են իրենց լեզուները սուտ ասելու, անիրավություն անելով հոգնում են, այնքան են մեղ գործում, հոգնում են, դրա համար երբ խոսում են սրբությունից, իրենք չեն հավատում, որ երկրի վրա մարդիկ կան, որ մեղքի մասին մտածելու ժամանակ չունեն ու գիշեր ցերեկ սուրբ կյանքով են ապրում։ Քո բնակությունը խարդախության մեջ է,
Սի կռապաշտ ու դային ավերաբերում այսօրվա շեղված եկեղեցուն։ Խարդախության համար չեն ուզում ճանաչել, ասում է Տերը։ Դրա համար զորաստերը այսպես է ասում. ահա ես նրանց պիտի հալեցնեմ և նրանց փորձեմ, այդ կրակի մկրտությունով, կրակով պիտի անցկացնեմ, որովհետև էլ ինչպես անեմ ես իմ ժողովրդի աղջկա հետ։ Մահաբեր նետ է նրանց լեզուն, նենգություն է խոսում, կծում, խացում, վիավորում, մահաբեր թունավոր նետի նման։ Մահաբերն է, տեսեք, այսօրա բոլոր աղանդավորների վարկագիծը տոպ տոշտիստ է գրածա։ Չի հետաքրում դիմացինը նեղացավ, վշտացավ, իրանց չի հետաքրում էդի։ Իրանց ասում ու ասնում գնում է։ Մահաբերն է նրանց լեզուն։ Բայց գիրքն ինչ է ասում, ամեն դատարկ խոսքի համար, որ վիավորել ես մեկին, որ խոսել ես, վշտացրել ես, նեղացրել ես, ամեն խոսքիդ համար հաշիվ պիտի տաս ասում։ Ինչ նպատակով է բերանիցդ դուրս եկե, ասո փառքի համար է դուրս եկե, թե սատանային է աջեցել։ Մահաբերն է նրանց լեզուն, նենգություն է խոսում, բերանով խաղաղություն է խոսում իր ընկերի հետ, իսկ իր սրտումը դարան է պատրաստում նրա դեմ, կեղծավոր չի, ստախոս չի։ Եթե դու մեկի հետ խաղաղություն չունես, բայց ձևական խաղաղություն ես ցույց տալում, դու ստի հոր զավակ ես, խաբեբա ես դու, դեմքը ցույց տու, թող մարդը հասկանա քո հետ էլ ճանապարհ կայլի, թե չէ, ամեն։ Սրա համար ես նրանց չայցելեմ, ասում է Տերը, կամ մի այսպիսի ազգիցի մոգին վրեժ չառնե, լուրջ եք մտածում, պատժելու եմ անխտիր։ Սարի մասին, Սարը Երուսաղեմը նկատի ունի, Սարի մասին բարձրաձայն պիտի լաց լինեմ և ողբամ, և անապատի արոտների համար կոծ անեմ, Երեմիան ողբում է, որովհետև այրվել են, անցնող չկա, և խաշինքների ձայն, անասունների ձայն, չեն լսում, արդեն ամայի է դառը, հասկանում եք մեղքի պատճառով։ Երկնքի թռչուններիցը մինչև անասուն փախան գնացին։ Էսի խորհուրդն է նաև եկեղեցին, որ այդպես ցիրուցանա լինում, քանդվում, թռնում ու հեռանում են։ Կտեսնեք, որ էսի վերջում տանում է հենց խորհուրդը վարսկան հովիվները, որ ողբում են իրանց հոտի կորստի համար։ Երկնքի թռչուններից մինչև անասուն փախան գնացին։ Անասունի թռչունների վերով հեսօր մենք եկեղեցի հոտի մարդկանցը գառնուկներին ենք հասկանում, ամեն։ Գազանները, որ եկան կերան, էթանոսներն եկան հալածեցին, սպանեցին։ Գազանաբարով հարձակվող սատանայի խորհուրդն ունի, ամեն։ Եվ ես Երուսաղեմը պիտի անեմ փլատակների դեզեր, չագալների բնակարան, և Հուդայի քաղաքները ամայի պիտի շինեմ, որ բնակվող չլինի։ Ինչի համար, իրանց մեղքի կռապաշտության պատճառով։ Ով է այն իմաստուն մարդը, որ սա հասկանա, և այն ինչ, որ խոսել է Տերոջ բերանը դեպի նրան, և պատմե այն, թե երկիրը ինչու համար է փչացել։ Կարակ ասեք, կա մի հատ իմաստուն մարդ, որ լի պատասխան տա, թե երկիրը Երուսաղեմը, այսօրվա պղծված եկեղեցին ինչու է քարուքան դինում, ցավերով զարկվում են, վաղաժամ մեռնում են, քաղցկերներ և ուռուսներ։ Խորհուրդն հասկացեք, թե երկիրը, Երուսաղեմը մեր օրերում անձապաշտ, կռապաշտ, մեղքով լսված աշխարհիկ եկեղեցի, թե երկիրը ինչու համար է փչացել և այրվել անապատի պես, որ անցնող չկա էլ, գալող գնացող չկա, եղածներն էլ ցիրուցան են լինում, որ այրվել է անապատի պես, որ անցնող չկա, և Տերն ասաց, նրա համար, որ թողեցին իմ օրենքը, ալելույա, միայն դրա համար կլինի, երբեք գրված չէ, որ իմ օրենքին շատ նվիրվան, դրա համար չարիք թափան ու ցիրուցան եղան, չկա տես բան ամբողջ սուրբ գրքում գրված։
Միշտ կա որ թողեցին իմ օրենքը, դրա համար զարկվեցան, պահեցին իմ օրենքը, դրա համար օրհնվեցան, ամեն։ Եվ Տեր ասաց, նրա համար որ թողեցին իմ օրենքը, որ ես դրել էի նրանց առաջին, եւ իմ ձայնը չլսեցին, եւ նրանում չվարվեցան, այլ գնացին իրենց սրտի կամակորության ետևից, ավետարանը իրենց հարմարեցին, ոչ թե իրենք հարմարվան սուրբ ավետարանի, այլ գնացին իրենց սրտի կամակորության ետևից եւ այն բահաղների ետևից, որ իրենց հայրերը թագավորները շինեցին, ամեն, իրենց հայրերը սովորեցրին իրենց, ասում է թողեցին իմ օրենքները եւ իրաց թագավորների դրած օրենքներով շարժվեցան, եւ Տերը նախանձոտ Աստվածա պատիժները տվեց, այլ գնացին իրենց սրտի կամակորության ետևից եւ այն բահաղների ետևից, որ իրենց հայրերը սովորեցին իրանց, սրա համար այսպես է ասում Զորաստերը Իսրայելի Աստվածը, ահա ես այս ժողովրդին, այս կռապաշտ Իսրայելին, այսօրվա աշխարհի քրիստոնյաներին, խորհուրդը հասկացեք, սրա համար այսպես է ասում Զորաստերը Իսրայելի Աստվածը, ահա ես այս ժողովրդին օշինդիր եմ ուտեսնելու, դառնություն, տառապանք, սուգ, ցավ, ահա սրա համար այսպես է ասում Զորաստերը Իսրայելի Աստվածը, ահա ես այս ժողովրդին օշինդիր եմ ուտեսնելու եւ լեղի ջուր եմ խմեցնելու, եւ նրանց պիտի ցրվեմ ազգերի մեջ, որոնց ոչ իրեն գիտեին, ոչ իրենց հայրերը, են էստեղեր եմ ուղարկելու, որ չեն էլ ճանաչել, եւ նրանց ետևից պիտի սուրը ուղարկեմ, մինչև որ նրանց վերջացնեմ, Ղրգելու եմ ստրկության, Բաբելոն, Դամասկոս եւ սուրն էլ ուղարկելու եմ, որ բնաջինջ լինեն, ամեն։ Այսպես է ասում Զորաստերը, մտածեցեք եւ լալկան կանայք կանչեցեք, որ գան եւ այս բանում վարպետ կնիկների ետևից մարդ ուղարկեցեք, որ գան ու ողբան, լալկան կիրեն չեն գալիս, գան եւ ողբան էսի Երուսաղեմի վրա։ Եվ շուտով գան եւ մեզ վրա բարձրացնեն ողբը, եւ մեր աչքերը արտասուք թափեն, եւ մեր արտևանունքներից ջուրեր հորդեն, որովհետև Սիոնից ողբի ձայն լսվեցավ, Սիոնը Երուսաղեմն է, որովհետև Սիոնից ողբի ձայն լսվեցավ, ինչպես կործանվեցանք ու դայանք են ողբում, շատ ամաչեցինք, ուշադիր, որովհետև ձգեցինք երկիրը ըստ որում դեն էին գցել մեր բնակարանները, ուրեմն ով կանայք, լսեցեք Տիրոջ խոսքը, եւ ձեր ականջը ընդունե նրա բերանի խոսքը, եւ ձեր աղջկերանցը ողբ սովորեցրեք, եւ ամեն մեկին իր ընկերին լաց, ինչու՞ որովհետեւ սրանից հետո լաց ու կոց եք մենակ տեսնելու, լավ բան չեք տեսնելու, չի ասում ուրախության պարեր, երգեր սովորեցրեք, ողբ, լաց ու կոց, որովհետև մահը վեր ելավ մեր պատուհանները, մտավ մեր պալատները, որ բնաջինջ անե երեխային փողոցից, երիտասարդներին հրապարակներից։ Ասիր թե Տերը այսպես է ասում, թե մարդկանց դիակները վայր պիտի ընկնեն ինչպես աղբը դաշտի երեսի վրա, եւ ինչպես խուրձերը հնձողի ետևին, որ ժողովող չլինի, այսպես է ասում Տերը, իմաստունը իր իմաստությունով չպարծենա, եւ զորավոր իր զորությունով չպարծենա, հարուստ իր հարստությունով չպարծենա, այլ սրանով պարծենա, ով որ պարծենում է, թե հասկանում է եւ ճանաչում է ինձ, Տիրոջով պիտի պարծենա, այլ սրանով պարծենա, ով որ պարծենում է, թե հասկանում եւ ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք եւ արդարություն եմ անում, որ ես սրանց եմ հավանում, ասում է Տերը,
Ահա օրեր կգան, էսի գնաց մեծ նեղություն, թեկուզ այս տառապանքը եկել է Հուդայի վրա, բայց խորհուրդն է մեծ նեղությանը, կարակ 25-ից մինչև վերջը նշեք մեծ նեղության խորհուրդն ունի այս խոսքերը։ Ահա օրեր կգան, տեսեք, եթե ամբողջ երկիրն է պատիժ կրում, էդի աշխարհի վերջ նեղություն ու մեծ նեղություն նկատի ունի, բայց նաև Իսրայելն է այդ տեսակ պատիժներ կրե։ Ահա օրեր կգան, ասում է Տերը, որ պիտի այցելեմ բոլոր թլպատվածներին և անթլպատներին, հրյա ու Էթանոս, Եգիպտոսին, Հուդային և Եդոմին, և Ամոնի որկանցը, և Մովաբին, և բոլոր մորուքի ծայրերը կտրողներին, տեսեք, մորուքի համար շատերը չեն խոսում, բոլոր ասուն հոգևորականները պիտի մորուք ունենան, եթե ոչ դրանք անթլպատ ու պիղծ են և Աստծո պատկերը պղծել են։ Դե կարևորություն մազերի հետ էլ կա Հևտացիներում գրված, բայց մեծամասամբ մորուքի ծայրը ածելողների մասին է խոսում, որ բնաջինջ են լինելու։ Եվ բոլոր մորուքի ծայրը կտրողներին, չի ասում է մորուքը կտրողներին, անգամ ծայրը ձև տվողներին, որովհետև բոլոր ազգերը անթլպատ են, բայց բոլոր Իսրայելի տունը անթլպատ է սրտով, թեկուզ կաղա մորուքը տեղն է, բայց սրտով պիղծ ու անթլպատ է, ամեն, թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսը, այսքանով ավարտեցինք Երեմիա 9-րդ գլխի սերտողությունը, ամեն։ Երեմիա 10-րդ գլուխ։ Աստված պիտի փչացնե կուրքերին և կռապաշտներին, իսկ իր ժողովրդին պիտի խրատա, հայրական օպտակներ տա, խելքի բերա, բայց ասում շատ անգամ ինձ պաջեց, բայց մահվան չմատնեց, իսկ կուրքերին ու կռապաշտներին բնաջինջ է անում։ 10-րդ գլուխ։ Լսեցեք այս խոսքը, որ Տերը ասում է ձեզ, ով Իսրայելի տուն, այսպես է ասում Տերը, ազգերի ճանապարհները մի սովրեք, եսի որ ազգերի, Էթանոսների պիղծ ճամփեքին, պիղծ գործերին մի նայեք, մի սովրեք, մի քայլեք։ Ազգերի ճանապարհները մի սովրեք, եւ երկնքի նշաններից, այդ աստղերից, լուսին, արևից մի վախենաք, որովհետև նրանցից հեթանոսները կվախնան, նրանք են անմիտ, որ աստղին, լուսինին, արևին պաշտելով դողում են նրանից։ Նրանք ձեզի կարան ոչ բարիք անեն, ոչ էլ չարիք, նրանք Աստծո դրածոներն են, որ ծառայում են սրբերին եւ Աստծո արարած ժողովրդին, ամեն։ Որովհետև ժողովուրդների սովորությունները, այդ հեթանոս ժողովուրդների սովորությունները ունայն են, հիմարությունը, հետո պաշտամունքը ոչ մեկը սուրբ գրային չի, այնա որ մարդկային հորինվածքներ եւ առասպելներ են, ինչը որ գրքին հակառակ է, երկրավորա, շնչավորա, մարդկայինա ու դիվային, ամեն։ Որովհետև ժողովուրդների սովորությունները ունայն են, որովհետև անտարի փայտ է այն, այդ կուրքը, որ բերե շինել է, որ նա կտրել է, արվեստագետի ձեռքի գործ է, կացինով շինված, արծաթով եւ ոսկիով նրան զարդարում են կուրքին, բևեռներով եւ ուռերով ցցերը գցում են, ճոպանները գցում են ուռերը, ձգում են, որ կողնած մնագոն է, պատկերացնեք մարդետում դրանից օգնություն է խնդրում, որ ինքն է այդ արձանին ամրացնում։ Ռութի կինոյի մեջ ինչ է ասում Մալոնն Ռութին, ասում է կարելի է պաշտել մի խղճուկ ասու, որու կոտրված գլուխը իմ նման արեստավորը նորոգում է։ Եվ դրանից հետո Ռութը անդիմանվում է ու սկսում է մտածել, իրոք ճիշտ է ասում, ոնց կարա Աստված ընկնի գլուխը կոտրվի ու մի հատ ոչնչություն մարդ գնա այդ ասու գլուխը նորոգի, բայց Աստված է, ողբամը տենց ասու վրա։ Արծաթով եւ ոսկիով նրան զարդարում են, բևեռներով եւ ուռերով պնդասնում են նրան կուրքին, եւ նա չի շարժվում։ Նրանք կոկված արմավենի պես են այդ կուրքերը եւ չեն խոսիլ, նրանք պետք է տարվին, իրանց սեփական ոտքերը չի քայլում, բիթավ է էլի, անշար։ Նրանք կոկված արմավենի պես են
եւ չեն խոսիլ, նրանք պետք է տարվին, որովհետեւ չեն գնալ։ Նրանցից մի վախենաք, որովհետեւ չարություն անել, չարություն չեն անի, այդ կուրքերը ոչ չարը կարանոնեն, ոչ բարին։ Նրանցից մի վախենաք, որովհետեւ չարություն չեն անիլ, բարիք անել էլ չկա նրանց մոտ։ Անշուտ ոչնչություն են, վառես կդառնան մոխիր։ Նրանցից մի վախենաք, որովհետև չարություն չեն անիլ, բարիք անել էլ չկա նրանց մոտ։ Բնավ չկա քեզ նման, ալելույա, ասու նման, էսի արդեն ասուն է մեծարում Երեմիան։ Բնավ չկա քեզ նման, ով Տեր, դու մեծ ես եւ մեծ է քո անունը զորությունով, ով չի վախենա քեզանից, ով ազգերի թագավոր, որովհետև քեզ է վայելում, որովհետև ազգերի բոլոր իմաստունների մեջ եւ նրանց բոլոր թագավորությունների մեջ բնավ չկա քեզ նման Եհովա, քո նման Աստված գոյություն չունի։ Բայց միանգամայն անբան եւ անմիտ են, ունայնությունների խրատը փայտ է, այդ կռապաշտները անմիտ են, որ ունայնություններից են խրատ վեկալում կամ այդ ունայն կուրքերին պաշտում, բայց միանգամայն անբան եւ անմիտ են, ունայնությունների խրատը փայտն է, թիթեղացրված արծաթը, թիթեղի պես բարակ ծեծած լիստ դարձրած արծաթը Թարսիսից է բերվում, բացատրում են որդից է, էլի կուրքի արարման ճանապարհը, թիթեղացված արծաթը Թարսիսից է բերվում եւ ոսկին Վոփազից, արվեստավորի եւ ոսկրիչի ձեռքի գործք են, կապուտակ եւ ծիրանի է նրանց զգեստը, ամենքը վարպետների գործք են, այդ կուրքերը մարդնաշին է, իսկ մարդու շինածը ոնց կարա Աստված լինի։ Սակայն Եհովան ճշմարիտ Աստված է, նա կենդանի Աստված է եւ հավիտենական թագավոր, նրա բարկությունիցը սարսում է երկիրը եւ ազգերը չեն դիմանալ նրա բարկությանը, այսպես ասեցեք նրանց, այն աստվածները, որոնք երկինքն ու երկիրը չեն շինել, պիտի բնաջինջ լինեն նրանք երկրից եւ երկնքի տակից։ Նա Եհովան նկատի ունի, նա է ստեղծել երկիրը իր զորությունով, հաստատել աշխարհը իր իմաստությունով եւ իր հանճարովը տարածել երկինքը։ Նա Եհովան, նա ձայն տալիս, ջրերի բազմությունն է լինում երկնքում եւ նա վեր է հանում գոլոշիները երկրի ծայրերից, կայծակներ է շինում անձրևի համար եւ հողմը հանում է իր շտեմարաններիցը, անասնացել է ամեն մարդ, ամեն էս կռապաշտ հուդան անասունի նման ադար է, անասնացել, Եսային էլ չի ասում անասունը քեզնից խելքով է, էշը քեզնից խելքով է, անասնացել է ամեն մարդ առանց գիտության, պետք է ամաչի ամեն ոսկրիչ կուրքիցը, որ սուտ է նրա ձուլածը, եւ օքի չկա նրանում, նա էլ է անցավոր, քան թե պաշտողները, ունայնություն են նրանք, մոլորության գործ, այդ կուրքերը, նրանց այցելություն եղած ժամանակ պիտի կորչեն, համ կուրքերն են կորչելու, համ շինողներն ու պաշտողները, սրանց պես չէ Հակոբի բաժինը, Հակոբի պաշտած Եհովան, սրած նման չէ սա փարավոն, դու կտեսնես քո պաշտած կուրքերի անզորությունը, իմ ժողովրդի պաշտած Եհովայի զորությունը, տարբերանշան եմ դնելու, նրանց սպայելու եմ, ձերոնց զարկելու եմ։ Սրա պես չէ Հակոբի բաժինը, մեր բաժինը կռապաշտների նման չի, անգամ աղանդավորների նման չի, մերը սուրբ է, բժշկարար է, հրաշագործ է, ամեն բարիքներ իր զավակներին շնորհողն է։ Այսպես չէ Հակոբի բաժինը, որովհետև նա ամենի ստեղծողն է եւ Իսրայելը նրա ժառանգության վիճակն է, նրա անունը զորաստեր է, Եհովայա, Էլշադա, Էլոհիմ, Սաբավոթ, Հիսուս Քրիստոս, Սուրբ Հոգի, ամեն,
Էմանուել, նա բազում անուններ ունի, բայց միանձն է Աստվածը։ Ժողովիր երկրից քո ապրանքները, էսի հուդային ասում կռապաշտ, որը գերի ես գնալու, չէ, պատժվելու ես։ Ժողովիր երկրից քո ապրանքները, այդ կուրքերը, վեշերդ, իրերդ, ժողովիր երկրից քո ապրանքները, ով բերդի մեջ բնակվող կին, Երուսաղեմ, Սիոնի աղջիկ, այդ նկատի ունի։ Որովհետև այսպես է ասում Տերը. ահա ես այս անգամ դեն եմ գցելու երկրի բնակիչներին այդ կռապաշտ հուդայանց եւ նրանց նեղության մեջ եմ դնելու, որ գտնեն։ Վայ ինձ, էսի արդեն անձից կառավարվող հովիվներն են ողբում իրենց հոտերի քարուքանդ լինելու համար, ինչպես Երուսաղեմը քարուքանդ է լավ, նենց էլ այսօրվա ներկայիս եկեղեցիները, որ զարկվում են, մեռնում են, քարուքանդ են լինում, կարակ ձեր մոտ գրեք վայ ինձ էսի վարսկան հովիվների ողբնա։ Վայ ինձ իմ հարվածի համար։ Տեսեք, սաղ եկեղեցին ցավագյարա, սաղ եկեղեցիները ռագներ, շաքարախտներ, վաղաժամ մահեր, անառակություններ եւ այլասերվածություններ։ Վայ ինձ իմ հարվածի համար, անդարմանալի է իմ վերքը, եւ ես ասեցի, արդարև սա իմ ցավն է, եւ ես պետք է տանեմ նրան, ինչու, որտեվ ես եմ շինե այս օրենքները, ես եմ դրե եւ ես եմ իլե պատճառ, որ ցավերն ու վաղաժամ մահերն ու հիվանդությունները թափել են իմ հոտի վրա։ Ես արդարև սա իմ ցավն է եւ ես պետք է տանեմ նրան։ Իմ վրանը կործանվեցավ եւ ամեն չվաններս կտրվեցան, էլի կտոր եղան։ Իմ որդիքը ինձանից հառաջ եկան ուշադիր եւ չկան արդեն, վաղաժամ մեռել են։ Այլևս իմ վրանը կագնեցնող չկա եւ ոչ էլ իմ վարագույրները դնող։ Տեսնում եք այսօրվա աղանդավորների վիճակը, որովհետեւ անաստացել են հովիվները, տեսա որ սա հովիվներին էր վերաբերվում, որովհետև անաստացել են հովիվները, անաստական կրքերով են լսվել, զոմբի են դարել, մենակ իրանց հետաքրքրում է փորն ու գիրքը, ինչպես անասունին, ամեն, որովհետև անաստացել են իմ հովիվները եւ Տիրոջը չեն խնդրում, դրա համար նրանք անխոհեմացան եւ նրանց բոլոր հոտը ցրվեցավ։ Վարսկանի հոտը, երբ փորձությունը գալիս է, ինչ անում, թողում փախնում է։ Եվ հոտն էլ ցիրուցան լինում, բայց իսկական բարի հովիվը Դավիթի նման կյանքը դրած կգնա մի հատ գարանը Գողիաթի ճիրաններից կփրկի կբերի, արջի ու արյուծի բերանից ասում է պատառոտում էի եւ գարանը փրկում էի, ամեն, որովհետեւ անաստացել են հովիվները եւ Տիրոջը չեն խնդրում, դրա համար նրանք անխոհեմացան եւ նրանց բոլոր հոտը ցրվեցավ։ Լուրի ձայն կա, ահա գալիս է, էսի արդեն Նաբուգոդոնոսորն է գալիս, խորհուրդը սատանան է հարձակում շեղված եկեղեցին ավերակ սարքելու համար։ Լուրի ձայն կա, ահա գալիս է եւ մեծ դղրդոց Հյուսիսի երկրից է։ Այս Երեմիա մարգարեության մեջ որտեղ գրուկ է Հյուսիսից արձակվող, էդի Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորն է, իր զորքերն են, ամեն։ Հյուսիսի երկրիցը, որ Հուդայի քաղաքներն ավերակ շինե, այսինքն չագալների բնակարան եւ այդտենց լավ տարավ Բաբիլոն 70 տարի ամայի մնաց չագալների բնակարան դարավ Հուդայի երկիրը։ Գիտեմ ով Տեր, էսի Երեմիան է խոսում արդեն, գիտեմ ով Տեր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղ է իր գնացքը, հալելույա, ով Տեր, ինձ խրատիր, բայց իրավունքով, ոչ թե քո բարկությամբ, որ միգուցե ինձ սպառեցնես, թափիր քո ցասում այն ասգերի վրա, որ քեզ չեն ճանաչում, եւ այն ցեղերի վրա, որոնք քո անունը չեն կանչում, որովհետև կերան Հակոբին ես հեթանոսները, եւ կերան ու վերջացրին նրան, եւ նրա բնակությունը
ավերակ դարձուցին։ Էս աղանդավորական եկեղեցու վերջը։ Բայց փառավորվի Տերը, որ վեմի վրա հաստատված եկեղեցին երբեք քարուքան չի լինում։ Ինչքան հալածանքը գալում նա ավիլա ամրանում եւ բազմանում։ Հիշում եք փառավոնն ինչքան հալածում էր, այնքան Իսրայելը բազմանում էր։ Դրա համար փապագենք կրակների, որտեղ կրակներն են համովցնում եւ մեզ պտղաբեր դարձնում։ Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Այսքանով ավարտեցինք Երեմիա մարգարեության 10-րդ գլխի սերտողությունը եւ մեր այսօրվա օրդյալ սերտողությունը։ Մնաք Տիրոջ անմարելի սիրո եւ խաղաղության մեջ, որտեղ առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի։ Ամեն։